Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալաշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել հայ առաքելական եկեղեցուն ու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին։ Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, նա հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, իսկ հայոց վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցել։ Այս օրերին մահմեդականները տոնում են Կուրբան Բայրամ մահմեդական տոնը եւ այդ կապակցությամբ ուրբաթօրյա տոնական նամազից հետո Շեյխուլ Իսլամ Հաջիզադեն հարցազրույց է տվել լրագրողներին եւ հակառակ այդ տոնի խորհրդին հանդես է եկել կրկին բացահայտ սադրիչ հայտարարություններով։ Նա ասել է, որ չի ցանկանում հանդիպել հայոց պատրիարք Գարեգին II-ի հետ հետևյալ կերպ պատճառաբանելով. չեմ ցանկանում նրա հետ հանդիպել, քանի որ դա իմ արժանապատվությունից ցածր է։ Ասել է, քանի դեռ հայոց վեհափառը շարունակում է միջամտել քաղաքականությանը եւ ռևանշիզմ է տարածում, նրա հետ խոսելու բան չունի։ Իրականում ճիշտ ես ասում, չեմ կարծում, որ հայոց վեհափառը շատ մեծ ցանկություն ուներ հանդիպելու Փաշազադեի հետ, մանավանդ այն հայտարարություններից հետո, որոնցով նա հանդես եկավ 2 շաբաթ առաջ։ Հիշեցնեմ, նա հայտարարել, որ հայկական եկեղեցին սեփականացնում է ադրբեջանական ժառանգությունը, Էջմիածինը նա անվանել էր Ուչմիածին եւ հայտարարել, որ դա պատմական ադրբեջանական հողեր են, իսկ ամենաիր կարևոր հայտարարությունը հետեւյալն է։ Նա ասել էր, որ հայկական եկեղեցու նպատակը այն է, որ այն բանից հետո, երբ ոչնչացվի հայկական պետականությունը, որ Էջմիածինը պահպանի իր եկեղեցական կառույցը ադրբեջանական հողերում։ Իսկ հիմա մեջբերում եմ նրա խոսքերը։ Այսպիսով հայկական եկեղեցին նենք նպատակ ունի շարունակել իր գոյությունը մեր պատմական հողերի վրա։ Այսինքն նա բացառում է ոչ միայն հայկական պետական գոյության իրավունքը մեր հողերի վրա, այլ նաև եկեղեցի ունենալու իրավունքը հայերի։ Կարծում եմ այս ամենից հետո իսկապես հայոց վեհափառը խոսելու բան չունի այդ մարդու հետ եւ հաշվի առնելով, որ դա նրա նման առաջին հայտարարությունը չէ, տարիներ առաջ աչքի էր ընկել մեկ այլ նման հայտարարությամբ, հայտարարելով, որ մեջբերում եմ սուտն ու դավաճանությունը բոլոր հայերի արյան մեջ է։ Իսկ արդյոք աշխարհի հոգևոր առաջնորդները նկատել են Փաշազադեի այս սադրիչ հայտարարությունները։ Այդ հայտարարությունից հետո մայրաթոռը դատապարտել էր եւ կոչ էր արել հոգեվոր առաջնորդների նկատել եւ նույնպես գնահատական տալ, բայց ոնց հասկանում եմ աշխարհում առանձնապես չեն նկատել Փաշազադեի այս սադրիչ հայտարարությունները, մեկ այլ դեպքում նա կամ նման հայտարարությամբ հանդես եկած հոգևորականը պետք է որ բոյկոտի արժանանար, մի բան, ինչը Փաշազադեի դեպքում առայժմ չեմ տեսնում։ Ավելին, այսօր Ալաշուքյուր Փաշազադեն հայտարարել էր, որ պատրաստվում է հանդիպում ունենալ Հռոմի նորընտիր պապի հետ։ Բանն այն է, որ շուտով մահմեդական ավագանիների խորհրդի նիստ է լինելու, հանդիպում է լինելու Վատիկանում եւ այդ խորհրդի անդամ է նաեւ Փաշազադեն եւ նա հույս ունի, որ Վատիկանում կարողանա առանձին հանդիպում ունենալ Հռոմի պապին եւ օգտվելով այդ հանդիպումից պատրաստվում է նրան հրավիրել Բաքու։ Կարծում եմ Պոնտիֆիկոսը տեղյակ չէ այն մասին, թե ինչ է 2 շաբաթ առաջ ասել Ալաշուքյուր Փաշազադեն հայերի մասին, կարծում եմ ով որ ունի այդ հնարավորությունը տեղ հասցնելու այդ ինֆորմացիան, պետք է որ օգտվի այդ հնարավորությունից, քանի որ կարծում եմ Հռոմի կաթոլիկ եկեղեցուն պատիվ չի բերի, եթե առաջնորդը հանդիպում ունենա ահա այսպիսի գործչի հետ։ Արտյոմ, իսկ ինչ համբավ ունի Փաշազադեն իրենց երկրի ներսում։ Դե եթե դատենք Ադրբեջանի անդիմադիր լրատվամիջոցների հրապարակումներից, այդ համբավը շատ եւ շատ ցածր է։ Նրան մեղադրում էին անօրինական ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մեջ, կաշառք ստանալու մեջ, մասնավորապես գրում էին, որ նա փող է վերցնում Մեկա հաջ արտոնելու համար, գրում էին, որ նա տարածել է իր մենաշնորհը ծաղկի բիզնեսի վրա, գրում էին, որ նրա որդին, ով Թուրքիա է տեղափոխվել, այնտեղ 100,000-ավոր դոլարների հասնող գույք ունի, իսկ ինքը Փաշազադեն չեխական Կարլովի Վարի քաղաքում մի քանի առանձնատուն է գնել
մի քանի միլիոն դոլարով։ WikiLeaks-ը տարիներ առաջ գրում էր, որ Փաշազադեն իրականում թալիշ է ազգությամբ եւ որ շատ ցածր համբավ ունի Ադրբեջանի մահմեդականների շրջանում։ Իսկ Բաքվի մահմեդական համալսարանի ռեկտոր Հաջի Հասանլին գրում էր, որ նա KGB-ի գործակալ է եղել եւ WikiLeaks-ը այս տեղեկությունը նույնպես հաստատում է։ Չնայած այս ամենին Ադրբեջանի Նոբելյան կոմիտեն 3 անգամ Փաշազադեին առաջադրել է որպես Նոբելյան մրցանակի դափնեկրի թեկնածու։ Շնորհակալություն Արծև։